Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահար Ստյորեն հայտարարել է, որ ժամանակն է, որ թագավորությունը միավորվի Դանիայի հետ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հավակնությունների ֆոնին։ Այժմ ժամանակն է միավորվել Դանիայի հետ, վերջին բանը, որ ինձ ասաց Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը, հետևյալն էր. այժմ ամեն ինչ լուրջ է, Յոնաս։ Նրա խոսքերը մեջբերում է NRK հեռուստաալիքը։ Ըստ տեղեկատվության, Նորվեգիայի վարչապետը դանիացի գործընկերոջ հետ զրուցել է հունվարի 6-ին Փարիզում։ Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը լրագրողների համար անցկացվող հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ենթակաների հետ ակտիվ քննարկումներ է անցկացնում Գրենլանդիան գնելու հնարավորության շուրջ։ Գրենլանդիան ուժով զավթելու հնարավորության մասին հարցին ի պատասխան Լիվիթը հայտարարել է, որ նախագահ Թրամփը միշտ դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները, միևնույն ժամանակ նշելով, որ ամերիկյան առաջնորդի համար առաջնահերթ լուծումը դիվանագիտականն է։ Իրանում էլ շարունակվում են բողոքի ակցիաները լրատվամիջոցների տվյալներով, դրանք ընդլայնվում են ինչպես աշխարհագրորեն, այնպես էլ մասնակիցների թվով։ Նշվում է, որ ցույցերն ընդգրկել են ավելի քան 280 քաղաք, այդ թվում մայրաքաղաք Թեհրանը եւ մյուս խոշոր քաղաքները։ Ի նշան բողոքի ցուցարարները որոշ քաղաքներում քանդել են արձաններ ու հրկիզել գերագույն առաջնորդ Ալի Խամենեի եւ Ղասեմ Սոլեյմանիի պատկերներով պաստառները։ Հաղորդվում է ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվածների եւ վիրավորների մասին։ Ըստ իրանական լրատվականների, ցուցարարների մի մասը զինված է մարտական ու որսորդական զենքերով։ Նրանք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով Միացյալ Նահանգները դուրս է գալիս 35 կազմակերպություններից, որոնք ՄԱԿ-ի կազմում չեն, եւ ՄԱԿ-ի 31 գործակալություններից, որոնք գործում են ԱՄՆ ազգային շահերին հակառակ, հաղորդում է Reuters-ը։ Պարբերականը նշում է, որ Սպիտակ տունը չի թվարկել այդ կազմակերպությունները, բայց նշել է, որ դրանք խթանում են ռադիկալ կլիմայական քաղաքականություն, գլոբալ կառավարում եւ գաղափարախոսական օրակարգեր, որոնք հակասում են ԱՄՆ ինքնիշխանությանն ու տնտեսական հզորությանը։ Արևմտյան ուժերի տեղակայումը Ուկրաինայում Մոսկվան կդիտարկի որպես իր ներքին գործերին խառնվելու փորձ, այս մասին հայտարարել է արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով կամեցողների կոալիցիայի համապատասխան որոշումը։ Արևմտյան երկրներից Ուկրաինայի տարածքում ռազմական ստորաբաժանումների, ռազմական օբյեկտների, պահեստների եւ այլ ենթակառուցվածքների տեղակայումը կդիտարկվի որպես արտաքին ինտերվենցիա, որն անմիջական սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլև եվրոպական այլ երկրների անվտանգության համար։ Բոլոր նման ստորաբաժանումներն ու օբյեկտները կհամարվեն օրինական մարտական թիրախներ, ասել է նա գերատեսչության կայքում։ Ավելի վաղ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պատրաստակամություն էին հայտնել Ուկրաինա ուղարկել զինված ուժեր Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար։ The Times պարբերականի տվյալներով էլ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան մտադիր են ուղարկել 15,000 զինծառայող, իսկ Գերմանիան պատրաստ է Ուկրաինայի մոտ ուժեր տեղակայել։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, առողջ եղեք, կհանդիպենք վաղը։